Պարոն Քոչարյան, նախ օրվա խորհրդի հետ կապված երկրապահի օրն է այսօր նշվում, ձեր խոսքը։ Սա մի տոն է, որտեղ ժամանակին համախմբել է այն սերունդին, որոնք փրկել են մեր ժողովրդին ամենաբարդ իրավիճակներում։ Եվ եթե նկատեցիք, այստեղ հիմնականում հավաքված են 90-ականների սերունդի երկրապահի մեջ ընդգրկված, այսինքն Վազգեն Սարգսյանի թիմակիցները, որոնք ողջ են մնացել, եւ իրենք ամեն տարի գալիս են, որպեսզի այդ հիշողությունները չկորցնեն։ Դրանց հետ միասին մասնակցում են նաեւ մեր երեխաները, հետո կմասնակցեն իրենց երեխաները, որտեղ այդ հիշողությունը պետք է բոլորին, որովհետեւ այդ հիշողությունը ոչ միայն համախմբող է, այլ նաեւ նպատակներին հասնելու համար այդ համախմբումը թե ինչ արդյունքներ կհանձնի։ Այ հիշողությունների հետ կապված նաև Շուշիի ազատագրման օրն է, հա, եւ այս մասով ձեր մեկնաբանությունը դուք որտեղ եք այդ ժամանակ եւ որ հետ Հայաստանում եք, հա, ձեր մոտ ինչ զգացողություններ են, պարոն Քոչարյան։ Անվտանգության դուք կտեսնեք այդ օրը դրանից առաջ թե Արցախում նախապատրաստական փուլի կազմակերպչական աշխատանքներին, երբ որ պաշտպանական գերատեսչությունը նախարարի առաջին տեղակալների աշխատանքներ էր կատարվում, իսկ արդեն լուսադեմին պետք է ազգային ժողովում ներկայացնեին արդյունքները։ Եթե նկատել եք այդ օրը նաև անհայտ զինվորի մոնումենտում վանեն Վազգենի եւ նախարարության արդեն Հայաստանում գտնվող անձնակազմեր ծաղիկներ են գնում։ Դուք մեր դեմքին կտեսնեք նաև հոգնածություն, բայց այդ հոգնածությունը ընդհանրապես անքնության հոգնածություն է։ Իսկ այն ինչ որ տեղի ունեցավ այդ օրերին, դա առաջին դերձի ձեռնարկներն էին, որը միտված էր մեր ժողովրդի անվտանգությունը ամուր պահելու համար, իսկ դրա համար պետք է լրացվեին այն հենակետերը, որտեղից մենք գտնում ենք կրակի տակ։ Իսկ դա նշանակում էր արդեն ստեղծված բանակային կառույցներ, որոնք ի վիճակի էին լուծեն ռազմական խնդիրներ։ Եվ այդ խնդիրները լուծելով մենք կառուցեցինք այն բանակը, որը պարտադրեց 94 թվականի հրադադարը։ Այս Շուշիի ազատագրման հետ կապված, պարոն Քոչարյան, այդ օր ամբողջ ազդեցության մեջ եւ երբ որ հետ Հայաց նայում եք դուք, ձեր մոտ ինչ զգացում։ Ես զգացում եմ այսպես է, ցանկացած պետություն միշտ իր պատմության ընթացքում ունենում է թե հաջողություններ, թե անհաջողություններ եւ պետք է միշտ դասեր քաղի, թե հաջողություններից, թե անհաջողություններից։ Որովհետեւ երբ որ դու ունենում ես ռազմական հաջողություն, դա դեռ այն վերջնական նպատակին հասնելը չէ, այլ պետք է այդ հաջողությունը ամրապնդել անցնելիք ուղով, պետականությունը ամուր հիմքերը պահելով, երկիրը հեռու պահելով ցնցումներից եւ կոռուպցիայից, որի արդյունքում ժողովուրդը տեր կկանգներ իր հաղթանակներին։ Եվ մենք փաստորեն մենք տեսանք ամեն ինչ, տեսանք եւ հաղթանակներ եւ պարտություններ, բայց ես համոզված եմ միշտ աշխատելու է նպատակը, որը միտված է լինելու մեր ժողովրդի անվտանգությանը։ Եթե կա կրակակետ, որը վտանգում է մեր ժողովրդին, դա անպայման կլրացվի, լրացվելով պետք է ունենալ ամուր պետություն եւ պետական սահմանների պաշտպանությունով հանդերձ պետք է ունենալ նվիրվածություն այդ պետությունը ամուր պահելու համար։ Հայ տղաների արյան գնով ազատագրված, այդ թվում նաեւ Շուշին, ձեզ համար, հա, Շուշին հայկական է։ Լսեք, հիմա դուք հարց եք տալի։ Կան պատմական ձևակերպումներ եւ կան իրողություններ եւ կա միջազգայինորեն ճանաչված իրողություններ եւ քոնը, երբ որ քոնը պետքա լիներ, դու այնտեղ պետքա մնայիր։ Եթե չես մնացել, ուրեմն դեռ ամուր չես կարողացել դա դարձնել քոնը։ Իսկ դա նշանակում է բազմաթիվ բաց թողած սխալներ, որի արդյունքում ունենք այս արդյունքը։ Շուշիում մենք եղել ենք Շուշին եղել է պատմականորեն մերը, հետո մենք կորցրել ենք, հետո անցել է ուրիշների ձեռքը, եղել է նորից մերը, հիմա էլի մերը չի, եւ այդ ճոճանակը անդադ շարժվել է այնքան ժամանակ, ինչեւ որ մենք այնքան ամուր կանգնենք այն տարածքներում, որը կլինի մերը, եւ դա կլինի մերը։ Գրանտ Մաթեոսյանի խոսքերով արդեն ես հարցնում։ Ինչ որ մերն է կլինի մերը, ինչ որ մերը չի, դա մերը չի։ Եվ այդ մերի հետ գիտակցումը պետքա մեզ իրավական առումով մեր նպատակների առումով պետք է մեկտեղված լինեն։ Խոսքը դրա մասին։ Պարոն Քոչարյան, նաև ամփոփելով զրույցը, օրվա հետ կապված նաև քարոզարշավն է մեկնարկում այսօր։ Դուք ձեր թիմակիցներին չեք միանալու։ Այսօր Սյունիք են մեկնել։ Բնականաբար այսօր երկրապահի օրն է, մենք ունենք գրաֆիկ, թե
տեխնացուներից, ով որորը որտեղ պետք է մասնակցի քարոզարշավին, այո, ես ամսի 13-ից սկսած միանալու եմ մեր քաղաքական թիմին եւ շարունակելու եմ մինչեւ վերջին օրը։ Այնպես որ բոլորը պետք է մասնակցեն եւ ոչ միայն պետք է մասնակցեն, պետք է ձևակերպեն այն նպատակները, որի համար մենք ցանկանում ենք, որպեսզի ժողովուրդը մեզ քվե տա, այլ ոչ թե գանք եւ ընդհանրենք, ասենք ես եկել եմ, չգիտեմ ինչի համար, այլպեսի նաեւ միավորներ ենք տեսնում, բայց նաեւ ժողովուրդը այսօր ունի հնարավորություն գնահատելու 18 թվականի հեղափոխության արդյունքները, դրանից հետո մեր 21 թվականի արտահերթ ընտրությունից հետո ժողովուրդը մեզ նորից վստահեց իշխանությունը, իսկ դա հենց այնպես չի, նշանակում է այն նպատակները դրված են 18 թվականին ու պետք է ունենան իրեն շարունակությունը։ Եվ հիմա եկել է այն պահը, որտեղ մենք պետք է առերեսեք մենք կատարածը պետք է ներկայացնենք եւ ստանանք նորից ակնկալիք ունենանք քվե ստանալու եւ շարունակելու այն, ինչի համար 18 թվականին ժողովուրդը մեզ տվել է հաստատության քվե։ Պարոն Քոչարյան, այ ձեզ հակադարձում են ձեր ընդդիմադիրները, հա, ասում են Ովքեր են դիմադրում։ դուք լավ գիտեք, քաղաքական դաշտում։ Չէ, ես ուզում եմ անունները խոսենք։ Ամեն դեպքում ես Չէ, հարցը եթե անուն չեք, ես շատ լավ գիտեմ, որ ձեր լրատվամիջոցը ընդրություններից առաջ ունի դիրքորոշված բան, տեսակետ։ Ես մենք որ ես պատահական մարդ եւ իմ լրատվամիջոցը որևէ տեսակետ չունի եւ եթե տեսակետ լիներ ձեզ չենք մոտենա, այլ հարցեր չենք ունի։ Պարոն Քոչարյան, ամեն դեպքում այ դուք խոսում եք, ասում եք 18 թվականի եւ 21 թվականի, հա, ձեր կատարած աշխատանքների արդյունքը, սակայն կան կարծիքներ, ասում են հատկապես երբ Նիկոլ Փաշինյանը ասաց վերջին ամիսներին, հա, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմի ԿՊ-ն, պատերազմ կլինի անգամ ժամկետների մասով սեպտեմբերին, այ ասում են մի ուժ է խոսում սրա մասին, ես ձեր գնահատականն եմ զուտում լսել, որը թե 18 թվականից հետո է ընտրվելուց հետո է պատերազմ բերել, թե 21 թվականից հետո է պատերազմ բերել, եւ տարածքային կորուստներ։ Այս սրա պատերազմը մենք չենք բերել։ Դուք հիմա էլի սխալ թեզերի շուրջ եք պատմում։ Պատերազմը սկսել է Ադրբեջանը եւ բնականաբար սկսել է այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ է եղել։ Ինչի մինչեւ այդ մենք անդադ թուլացած ենք իրեն, որտեղ մենք մեր երկիրը չենք սիրել, նախկին իշխանությունները չեն սիրել։ Դրա համար իրենց ունեցվածքը անսահման է։ Այսինքն ոչ թե Հայաստանի սահմանների մեջ, Հայաստանի սահմաններից դուրս է։ Խոսում են կազինների մասին։ Հիմա գալիս են նորից մերժվածները, ասում են մեզ մոռացեք, որ մերժել եք, որովհետև մենք, բայց այդ դեպքում հարց առաջանում։ Ինչու լուծված չէր Ղարաբաղի հարցը եւ եկավ ինքը կանգնեց պատերազմ շեմին։ Ինչու մեր պայեսները դատարկի։ Ինչու պայեստազորի խնդիրները լուծված չէին։ Երեկ էլ Սերյան Օհանյան ինչ որ ամպագորգոր բաներ էր խոսում, որը 7 տարի եղել է պաշտպանության բանակի հրամանատար, չէ՞։ Եղել է նաև պաշտպանության նախարար, եղել է գլխավոր շտաբի պետ, եւ ես այդ ելույթում, եթե նկատեցիք, խոսեցի մարտի 1-ին պաշտպանության բանակից մեծականակ զինվորականներ Երևան բերելու մասին։ Այդ դեպքում հարց առաջանում, ինչի են եկել Երևան։ Լեռնային Ղարաբաղն են եկել պաշտպանեն, թե դրանով թույլատրեցին Հայաստանի Հանրապետությունը եւ ադրբեջանցին տրվեցին հնարավորություն ռևանշի հասնելու։ Դա է եղել իրական։ Դուք վստահ եք, որ ձեր ընտրվելու դեպքում կրկին տարածքային կորուստներ եւ պատերազմ չի տեսնի հայ ժողովուրդը։ Ես վստահ եմ, որ մեր ընտրվելու դեպքում Հայաստանը կլինի ավելի պաշտպանված, քան եղել է 18 թվականից առաջ։